Ողջույն, Ռուսաստանը վերջին շրջանում օրեցօր մեծացնում է Հայաստանի նկատմամբ քաղաքական, տեղեկատվական և տնտեսական ճնշումներն ու սպառնալիքները։ Եթե նախկինում Մոսկվան փորձում էր իր ազդեցությունը պահպանել հիմնականում տեղի խամաչիկների հետ փակ բանակցությունների և կուլիսային մեխանիզմների միջոցով, ապա այսօր այդ ազդեցության փորձերը դարձել են առավել բաց և ակնհայտ։ Ռուսական պետական քարոզչամիջոցներում Հայաստանի դեմ հնչող մեղադրանքները, հայաստանյան ներքաղաքական գործընթացներին ուղղված մեկնաբանությունները, տարբեր պաշտոնյաների սպառնալիքներն ու նախազգուշացումները մեկ ընդհանուր նպատակ ունեն՝ ազդել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և հատկապես առաջիկա ընտրական գործընթացների վրա։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը չի թաքցնում իր դժգոհությունը Հայաստանի ինքնուրույն քաղաքականության փորձերից։ Մոսկվայի համար առավել հարմար է այն Հայաստանը, որը չի կայացնում սեփական որոշումներ, այլ գործում է Կրեմլից ստացված հրահանգներով։ Այդ պատճառով էլ այսօր բոլոր հնարավոր միջոցներով փորձ է արվում թուլացնել գործող իշխանություններին և հասարակության մեջ ձևավորել այնպիսի մթնոլորտ, որը կարող է նպաստել ռուսամետ քաղաքական ուժերի առաջխաղացմանը։ Խնդիրը, սակայն, որևէ կոնկրետ քաղաքական ուժի կամ անձի մեջ չէ։ Խնդիրն այն է, թե արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները թույլ կտան, որ երկրի ապագան որոշվի Մոսկվայի շանտաժով։ Անկախ պետության ամենակարևոր հատկանիշը սեփական իշխանություններին սեփական ժողովրդի կողմից ընտրելու իրավունքն է։ Հայաստանը կարող է ունենալ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող կուսակցություններ, տարբեր ծրագրեր ու մոտեցումներ առաջարկող առաջնորդներ։ Դա ժողովրդավարության բնական մասն է։ Սակայն անընդունելի է, երբ արտաքին ուժը փորձում է ընտրությունների արդյունքը կանխորոշել ճնշումների, սպառնալիքների, տեղեկատվական պատերազմի կամ ֆինանսական ազդեցության միջոցով։ Առաջիկա ընտրությունները լինելու են ոչ միայն քաղաքական ուժերի մրցակցություն, այլև Հայաստանի ինքնիշխանության հերթական փորձությունը։ Հարցը միայն այն չէ, թե ով կհաղթի ընտրություններում։ Հարցն այն է, թե այդ հաղթանակը կձևավորվի Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ, թե Մոսկվայի թելադրանքով։ Եթե Հայաստանը ցանկանում է լինել իսկապես անկախ պետություն, ապա իշխանության հարցը պետք է որոշվի բացառապես Երևանում, Հայաստանի քաղաքացիների կողմից և ոչ թե որևէ այլ երկրի մայրաքաղաքում։ Այսօր մենք կանգնած ենք ընտրության առաջ՝ շարունակել ապրել անցյալի կախվածությունների մեջ, թե վերջապես կառուցել ինքնուրույն ուժեղ և ինքնավստահ պետություն։ Այսօր հայության պայքարը մտնում է նոր փուլ։ Դա պայքար է ոչ թե անցյալի ստվերների, այլ ապագայի համար։ Եվ այդ պայքարում պետք է հաղթի կենսունակ, ստեղծագործ, ազատ և արժանապատիվ Հայաստանը, այլ ոչ թե օտար մայրաքաղաքներից հրահանգներ ստացող ուժերը և վաճառվող քաղաքացիները։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։